Մենք ասել ենք անվտանգության դիմաց հավատարմություն ենք տալիս։ Դու տալիս ես մեզ անվտանգություն, մենք քեզ հավատարմություն։ Եվ վստահ եք, որ Ռուսաստանը գրնար Արցախը պահել։ Անշուշտ։ Նախ չպետք է հանձներ 100 տարի առաջ։ Արցախը հիմա գործեց այդ սխալը։ Մեր հայ ժողովրդի ամենառուսասեր խավը դա Արցախն է։ Ճիշտ է։ Ու դու ամենահավատարիմին հանձնեցիր, դավաճանեցիր։ Հիմա ստացի Թուրանը։ Մենք կնկատենք, որ Մոսկվա-Բաքու ճուրերը խաղաղ չեն, բայց ինչքանով խորքային է այդ մեկը եւ մինչեւ երբ կրնա շարունակվի։ Կտեսնենք անգաշկանդ Ռուսաստանի ցերքերը ինչքան արիտունի գարված է սոկարի կետրոնները, բամը որ Ուկրաինա բادرազմի սկիզբեն եւ այդ տեղի չունեցավ, այսօր գարված է գազին, ամենա կոդ գադերեն ներքև։ Սա ինչքանով թատերական ներկայացում է, պարոն Արշակյան։ Անշուշտ կա թատերականություն, դա բեմականացում ավելի ճիշտ ասենք, որտեղ որպես թատերական ներկայացում անհաջող էր, որտեղ դա ինքնավնասարարություն էր։ Ռուսաստանում 25 միլիոն առնվազն, պաշտոնական թիվը 25 միլիոն է, մահմեդական կա, ու նրանք կազմակերպված են։ Այս տարվա գարնանը ծրագրավորված է եղել ոչ բռնի մահմեդական ընդվզում։ Ծրագրավոր իրենք բռնում են, հայտնում են, ձերբակալում են, բջիջներ են եղել, մահմեդականների բջիջներ են եղել, որոնք պատրաստել են առանց զենքի ելույթներ, որպեսզի ոստի ուժային կառույցների ուշադրությունը հրավիրեն Կարաուլով կոչված մի չարագործ, չարամիտ լրագրող կա, Կարաուլով։ Նրա մոտ պարբերաբար դա լինում է։ Ես գովաստ չեմ անում, կարելի է չնայել դրան։ Ես նայել եմ հերիք է։ Ձանձրալի հաղորդումներ են։ Նրանք ասում են, որ լուրջ ծրագիր է եղել մահմեդական ընդվզման, որպեսզի ուժային կառույցները թողնեն իրենց գործը, կենտրոնանան այդ բջիջներով վրա։ Ուկրաինական ֆրոնտը, ուկրաինական ռազմաճակատը դատարկեն, քաոս ստեղծեն։ Ու ըստ այդ սև հարյուրակայինների Չեռնոսոտենցի, որ ասում են, նրանց կարծիքով դա ուկրաինական հետախուզությունն է կազմակերպում։ Նրանք համագործակցում են։ Այսինքն Ռուսաստանը շատ լուրջ խնդրեմ ունի մահմեդական աշխարհի հետ։ Օրինակ, ես երբեմն անշուշտ շակերտների մեջ վերցնելով ասում եմ, այս ճանապարհը նաև Թուրան ճանապարհն է։ Մենք որ տվեցինք, մեր մտքում, իմ նմանի մտքում կասում ենք Ռուսաստան, տես ով է քո մրցակիցը, տես ում դու կորցրեցիր, ինչ արեցիր, տես ինչ արեցիր, այ ինքնավնասարարություն, դու ինչ էիր ուզում, մեզ հանձնելով, մենք պետք է հիմա լուրջ պետություն ունենանք, գործերը դզեցիր, տես դու ինքնավնասարարություն արեցիր, սամաստրել են ասում, ինքդ քո վրա կրակեցիր, բացում ենք դարպասները։ Մեր խնդիրը չի, դա չէ։ Մեր խնդիրը եղել է, այո, հիմա չի։ Մեր խնդիրը եղել է, մենք ասել ենք անվտանգության դիմաց հավատարմություն ենք տալիս։ Դու տալիս ես մեզ անվտանգություն, մենք քեզ հավատարմություն։ Եվ վստահ եք, որ Ռուսաստանը գրնար Արցախը պահել։ Անշուշտ։ Նախ չպետք է հանձներ 100 տարի առաջ։ Արցախը հիմա գործեց այդ սխալը։ Մեր հայ ժողովրդի ամենառուսասեր խավը դա Արցախն է։ Ճիշտ եք։ Ու դու ամենահավատարիմին հանձնեցիր, դավաճանեցիր։ Հիմա ստացի Թուրանը։ Նրանք արդեն խմբավորումներ են ստեղծում Միջին Ասիայի հետ։ Ճանապարհը ունեն ուղիղ առանց Պարսկաստան, ես Իրան չեմ ասում։ Իրան է դա, բայց այնտեղ պարսկական հանգամանքը կա։ Հիմա առանց Պարսի ուղղակի թուրքերը մեր բանալին է, բանալին մեր մոտ է։ Բաց կթողնենք թող գան Միջին Ասիայում, բեռների փոխադրում չի, դա ազդեցություն ձեր Սիբիրի, Ուրալի տակ կա ազդեցիկ Թուրան։ Այ դուք Թուրանը ստացաք, կորցնելով Արցախը, դուք ստացաք Թուրան։ Բայց ուշ չի։ Ուշքի կգան։ Ուշ չի, նրանք կհանձնարարեն,
ճիշտ այնպես ինչպես 19-րդ դարում ռուս ցարին հանձնարարեցին այստեղ ստեղծել մեր տարածաշրջանում, մեր հայրենիքում ստեղծել հայկական պետություն, հանձնարարեցին։ Ռուսաստանը ասաց կանեմ, ասացին դու շատ բան կստանաս հայերից։ Հայտնի բան էր, որ հայերը հավատարիմ ժողովուրդ են։ Մեր անունը այդպես է եղել 2000 տարի այս տարածաշրջանում, մեր մականունը եղել է հավատարիմ։ Տարբերվել ենք մյուս ժողովուրդներից, հռոմեացիները դա տվել են մեզ, որպես որակավորում, ասել են հավատարիմ հայ։ Այ մենք հավատարիմ ենք եղել ու Ռուսաստանին հանձնարարեցին, ասեցին կստանաս հավատարիմ ժողովուրդ, ապահովի նրանց անվտանգությունը 19-րդ դարում ռուսները եկան եւ չեն փոշմանել։ Այն ինչ որ մենք արել ենք Ռուսաստանի համար, ուրիշ ոչ ոք չի արել Ռուսաստանի համար։ Այդքան մեծ ծառայություն են կատարել։ Ոչ միայն զինվորական ծառայություն, մտավոր, մշակույթային, շատ մեծ գործ են արել։ Հիմա ռուսները դա կորցրեցին։ Եթե մի անգամ հանձնարարեն, ինքը նորից հետ գա այստեղ, որպես անվտանգություն ապահովող, մենք արդեն պետք է ասենք սա նոր էջ է, այ առաջվա կարգավիճակը չես ունենա։ Ուրիշ է ամեն ինչ, վիճակը ուրիշ է։ Այո, մենք վասալի կարգավիճակ, ինքը երբ որ ասում ենք մենք հավատարիմ ենք, ինքը իրեն վասալ է, սուզերեն էր զգում, արտոնյալ էր զգում, հիմա պետք է ասենք գործընկերային, կոլեգ։ Հավասար է, հավասար։ Հավասար է, փոխշահավետություն։ Նույնը, եթե մեր շահերից բխում է, մենք դեր պատերազմին կմասնակցենք։ Օրինակ հիմա մեր շահերից չի բխում, մենք դեր պատերազմին չենք մասնակցում։ Հայկական բանակը Ուկրաինայի դեմ, ՆԱՏՕ-ի դեմ չի կռվում։ Բայց մենք կռվել ենք 1939-40 թվականներին, հայկական զորքը կռվում էր Եվրոպայում նացիզմի դեմ։ Չէ, ինչ նացիզմ։ Ընդհակառակը, նացիզմի դաշնակիցներ։ Տեսեք, փորձ ունենք մենք։ Առաջին աշխարհային պատերազմում կռվել ենք, ռուսների հրահրած պատերազմում մենք կռվել ենք, արուն ենք թափել։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ռուսների հրահրած, եթե Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը չլիներ, շատ հնարավոր է, որ երկրորդ համաշխարհային պատերազմը այլ ձևով լիներ եւ այլ ընթացք ստանալ։ Այսինքն հրահրեցին Ռիբենտրոպը եւ Մոլոտովը պատերազմը, ու մենք ակտիվորեն մասնակցել ենք, իսկ հիմա պետք է ասենք չենք գալու, եթե դա մեր շահերից չի բխում, այ ոնց որ չենք գնում Ուկրաինա, չենք կռվելու հիմա Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի եւ ուկրաինացի ժողովրդին չենք կռվելու, այ հիմա որ գան ռուսները, պետք է ասենք, որ պայմանները փոխվել են, փոխշահավետ պետք է լինի երկուսիս համար։ Պարոն Արշակյան, նաև դուք մասնագետներն եք Ռուսաստանի ռազմաբազայի, 102-րդ ռազմաբազայի, ասենք Հայաստանեն հերացման ցույցին, հավաքին, ինչ են դպավորությունները ձեր։ Մեր ժողովուրդը հոն է այսօր, թե այդքան էլ շահագրգռված չէ այդ ռուսական հերացումով, կամ այս փուլին ռուսները իրոք հարցում անցկացնենք։ Այդ տեսեք, անկախ ես փաստորեն մասնակից եմ եղել, երբ որ հանրաքվեի հարցը բարձրացել էր, ես ինքս էլ կասկածում էի, ասում էի, անցկացնենք հանրաքվե, թե չէ, մեկը սովետական միությունը փուլ է եկել, մենք այսպես թե այնպես անկախությունը ստանում ենք այսինքն արևմուտքը պարտադրել էր սովետական միությանը լուծարել սովետական միությունը, հետաքրքիր չէ, ինքնալուծարման էր գնացել սովետական միությունը։ Տեսեք ինչ է եղել։ Նոյեմբերին 1990 թվականի նոյեմբերին սովետական միությունը Փարիզում կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրեց, որ հրաժարվում է 14 հանրապետություններից։ Մենք մի տարի հետո ենք արել հանրաքվեն, այսինքն կարելի էր եւ չանել։ Սովետական միությունը ինքը հրաժարվել էր Հայաստանից։ Դեռևս հունիս ամսին արդեն դուրս էր լքել էր մեզ, հա։ Այո, լքել էր։
Ռուսաստանը դուրս էր եկել սովետական միության կազմից, իսկ նոյեմբերին ուղղակի բոլոր 14 հանրապետություններից պարտավորվեց զորքերը հանել, զորքերը տանել Հայաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Դունգամջից, տուն, այո, Դամոյ։ Այսինքն մենք այստեղ չենք ուզում որ տանեն, մենք մի գնացեք, խնդրում ենք, մի գնացեք, անվտանգությունը պետք է ապահովեք, չէ՞։ Բա անվտանգությունը ով է ապահովելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեկտեմբերին նիստ արեց։ Մեզ հանգստացնում, որ ասած հանգիստ եղեք։ Թուրքիան ասաց սա չանեք։ Մենք ենք երաշխավորում։ Կհիշենք Վուդրո Վիլսոնին, նստեք տեղներդ։ Թուրքերը հանգիստ նստեցին։ Այսինքն մենք կարող էինք չանել հանրաքվեն, որտեղ սովետական միությունը փլվել էր, չկար սովետական միությունը։ Մենք անկախությունը այդ սովետական Հայաստանը ստանալու էինք, որտեղ ամերիկացիները եվրոպացիների հետ համատեղ արդեն տվել էին մեզ, բայց այստեղ ես ասում եմ արժանապատվության եւ ինքնագնահատականի հարց կար։ Մենք ասացինք, տեսնենք, իմիջիալուց ես ասեմ, որ 9 հանրապետություն սովետական միության միացման հանրաքվե արեցին մարտ ամսին։ 9 հանրապետություն Ադրբեջանը, Ուկրաինան, Բելարուսը, Միջին Ասիայում ասացին, որ ուզում ենք մնալ սովետական, մենք ուզում ենք մնանք։ Բալթյան հանրապետությունները, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Վրաստանը, Մոլդավան եւ մենք ասացինք, մենք գնում ենք, մնաք բարով, մնաց բարով Ռուսաստան, մենք գնում ենք, ու հանրաքվեն կարևոր էր մեր համար, մեր ինքնագնահատականի համար։ Մենք իմացանք, որ այդպիսի ժողովուրդ ունենք, մենք այդպիսին ենք։ Տեսեք հաջորդը Եվրոմիությունը։ Դե գիտեք այդ մեր լոլիկը, մեր խմիչքները, որոնք որ չեն համապատասխանում առողջապահության ժամանակակից նորմերներին, ասում են, բա դա որտեղ պետք է։ Իսկ ով ասեց, որ հայերը պետք է լոլիկ աճեցնեն, ով ասեց։ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության 1.5%-ը ապահովում է 98.5%-ի գյուղատնտեսությունը, սննդամթերքը եւ մի բան էլ արտահանում է։ Ինչի պետք է մեր մոտ 30-40%-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լոլիկ աճեցնի։ Մենք ավելի ուրիշ գործեր ունենք, մենք դա ապացուցել ենք արդյունաբերական սովետական Հայաստանը։ Մենք ինժեներներ ունենք, մենք բժիշկներ ունենք, գիտնականներ, մշակույթի գործ, այսինքն ով ասեց, որ մենք պետք է դրանց համար խմիչքներ սարքենք։ Ես կարծում եմ, որ Եվրոմիությանը դիմելու խնդիրը դա էր, ասեցինք, որ մենք ուզում ենք եվրոպական մակարդակ ունենալ տնտեսության, վարքագծի, սննդամթերքի, առողջապահության, կրթության, ընտանեկան բռնության վերջապես։ Հիմա հաջորդը գնալու են ռուսները 1990 թվականին ռուսները առանց մեզ հարցնելու, ուզում եք գնանք ասենք 1915 թվականին հարցրեցին վանեցիներին, չհարցրեցին, ռուսական բանակը չհարցրեց, հետ քաշվեց։ 1918 թվականին Ռուսաստանը հարցրեց հայերին, գնանք թե մնանք, թողեցին ու գնացին։ 1920 թվականին հարցրեցին, գնացին կամ հետեկան արդեն ուրիշ կարգավիճակով։ Ես անձամբ, երբ որ դուք իմ կենսագրությունից եք խոսում, 90 թվականին 1990 ես պաշտպանության հանձնաժողովում էի եւ որպես վատամարդ բանակցությունների ժամանակ ինձ հրավիրում էին ռուսական բանակի հետ բանակցությունների ժամանակ հայոց համազգային շարժումը որպես պատասխանատու անվտանգության համար պատասխանատու ոսկերչական աշխատանք էին անում, հավասարակշռված, ինչպես հիմա են ասում։ Ես ասում եի, չէ, գնում եք, գնացեք, զենքը թողեք, գնացեք։ Ելույթներ ունեմ, որ կան համացանցում, ասում են, զորակոչ անցկացրեք, 25,000 զինակոչիկ ունենք մենք, 25,000, 15,000-ը որ հավաքենք,
Դա հերիք է Հայաստանի անվտանգության համար։ Այսինքն ռուսները 1990 թվականին նույնպես լքեցին պատերազմող Հայաստանին արդեն Ղարաբաղի համար գնացին։ Հիմա ես ասում եմ, սրանք գնալու են։ Այս դրան այնտեղ էլ ասեցի, գնալու եք։ Մեզ համար ոչ հարմար պահի դուք մեզ կլքեք։ Պոստը կլքեք, դիրքը կլքեք, դասալիք կլինեք դուք։ Հաշվենք, խոսենք Բրեստ Բերլինյան կոնգրեսի մասին, որ Էրզրումից 3 անգամ ռուսները մտել են Էրզրում ու հետ են դուրս քաշվել։ Այ դաշական օրինակ է, Էրզկալին 3 անգամ ռուսական բանակը մտել է, աղոհացով մենք դիմավորել ենք, ապահովել է մեր հյուրընկալել ենք։ 3 անգամ հետ է գնացել։ Հիմա ոչ ոք չի մնացել Էրզրումում հայ։ Այսինքն նրանք պարբերաբար հեռանում են մեզ համար շատ անհարմար պահի։ Ես ասում եմ, հիմա մեզ համար հարմար է այսօր։ Հիմա հարմար է, հիմա գնացեք։ Հիմա գնացեք, կարգավիճակը փոխենք, եթե Հայաստանում պետք է լինի ոչ տարածաշրջանային արևմուտքի մեր անվտանգությունը ապահովող զորախումբ, ուրեմն Ռուսաստանը պետք է լինի արևմուտքի հրամանատարության տակ, ռուսական զորախումբը։ Այսինքն դա այլևս ճիշտ այնպես է, ինչպես մենք Արցախի համար ենք ասում։ Ռուսական այդ բանակը թող մանդատ ունենա, թող հյուսիսային Եվրոպայից գան նորվեգացիներ, շվեդներ, ֆիններ, դանիացիները թող գան համատեղ ծառայություն անցկացրեք։ Չի կարելի Ռուսաստանին վստահել։ Մենք հավատարիմ ենք, Ռուսաստանը անհավատարիմ է։ Ես այդ հանդիպմանը ինձ հրավիրել էր Արման Բաբաջանյանը, ես գնացել էի ասելով, որ դուք անհավատարիմ դաշնակից եք, մենք ձեզ չենք վստահում։ Գնացեք հիմա, քանի դեռ մենք խաղաղության օրերում ենք ապրում, մեր օրակարգը հիմա խաղաղությունն է, ռազմական սպառնալիք չկա մեր վրա, հիմա գնացեք, որպեսզի մենք ձեր վրա հույս չդնենք։ Բայց կգնան Անպայման կգնան, անպայման, նրանք կգնան, նրանք իրենց կարգավիճակը չեն կարողանում մշտել, որպես փրկիչ, որպես ազատարար, որպես մշակույթ բերող, որպես քրիստոնեությանը պաշտպանող, ուժ այլևս իրենք այդ առաքելությունը չեն ճանաչում։ Իրենք չեն ճանաչում այդպեսի, որպես զավթիչ, չեն ուզում։ Չեն ուզում, չունեն, դա իրենց օրակարգում այդ տեսլականը չունեն։ Չունեն, այո։ Նարատիվը ասում են, չկա իրենց մոտ, որպես զավթիչ, ասենք, որ մտնեն Իրաք, որ Անգլիային դուրս մղեն, Ամերիկային դուրս մղեն, դա էլ չունեն։ Այդ ծրագիրը չունեն ռուսները, մերձավոր արևելքը գրավելու։ Զարմանալի է, իրենք միշտ կողապանած են դակ ճուրերու չունեն հիմա։ Էդ էլ չկա կարծես։ Չունեն այդ ծրագիրը, որ Իրաք մտնեն, այ կար մի պահ, չէ՞ որ ցեմենտի գործարան սարքեցին մեր մոտ հատուկ։ Ցեմենտի գործարանը, որ այնտեղ հասցնեն ինչ-որ բան։ Մեր մոտ հատուկ մսի պահեստներ բերեցին, տեղադրեցին, միս, հացահատիկի պահեստներ, գոսպիտալներ, 7 համալիր կար առողջապահական։ Թվարկեմ, Էրեբունի, Հանրապետական, Քանաքեր, Մալաթիա, դուք ասեք մի երկուսն էլ, 7, մենք այդ 7-րդ բանակում ենք հաշվել։ Մեզ ասեցին, դա ձեր համար չի, դա գոսպիտալ է, 4 միլիոն զինվոր պետք է մերձավոր արևելքում սովետական զինվոր կռվի եւ հետաքրքիր է, չէ, ամենահարմարը, ամենաապահով գոսպիտալը, ամենավստահելին Հայաստան։ Այո, այստեղ չկա ոչ մի բան։ Մսի պահեստները 4 թե 5 հատ մսի պահեստ կար։ Ղափանում, Քավառում, Սևանում, Գյումրիում, Երևանում 2 հատ։ Այսինքն դա մեր 7-րդ բանակը ինձ, ես որպես այդ պաշտոնյա, որ ասում է չէ, ասես դա ձեր համար չի։ Դա մեր պահեստն է, մեր բանակի համար, սննդամթերքը նույնպես այստեղ էին պահում։ Եվ իջիկ դարձավ ամեն ինչ, հա։ Դե ասում եմ, այդ ծրագիրը չկա։ Այսինքն ռուսները հիմա չեն ուզում Իրաքը գրավել։ Նույնը իրենք Սիրիայում արեցին։ 50 տարի է Ասադ ընտանիքը գերգրբակ էր Ռուսաստանին։ Ինչ արեցին։
տեսակ մենք գնացել ենք դասել, որ մենք տեսանք դուք Աղվանստանում ինչ արեցիք, Վիետնամում ինչ արեցիք, Կուբային սպասում ենք, ինչ կանեք։ Մենք այդ բոլորը տեսել ենք, այդ Սիրիան վերջին արարն է։ Արարն է, այո։ Դուք դες դրաման ասում, նրանք գնալու են մեր իշխանությունները, ես ձեզ որպես գաղտնիք ասեմ, ռազմական գաղտնիք բացեմ, անձամբ ինձ որպես վետերան պատերազմի հրավիրել էին վերջերս սահման, ես գնացի եւ ամրոցներ տեսա, բետոնապատ, բունկերներով, հրետանիով եւ այլ, այսինքն անունն ալ գիտեմ, պիտի չսեմ։ Չասենք։ Այսինքն մեր երկիրը պետք է հույսը դնի իր վրա, իր սպառազմ։ Այսինքն 7-րդ բանակի մնացորդը 102-րդ ռազմական հենակետը չի կարող ներծառայել։ Թող գնան եւ ասեմ մենք խերով բարով։ Այո, երաշտություն։ Ջուր էլ գտանք, չէ, այդ սովորույթը գա, ժողովրդային։ Այո, ջուր լսեն, չէ, ջուր չենք լցնի, հետ կգան։